Սնգո, այդ քարի տակ է նայի մի հատ։ Վարարած Փամբակ գետում շարունակում են որոնել 13-ամյա Նարինեին եւ 7-ամյա Նանեին։ Փրկարարներին երկրորդ օրն է դեռ չի հաջողվել որևէ հետք հայտնաբերել։ Որ հատվածներում է արվում հիմա որոնողական աշխատանք։ Բոլոր հատվածներում բաժանածամասերի արդեն 2 անգամ գնացել ենք, եկել ենք մի հատ էլ մասերի բաժանված, համարյա մի 10 քանի կիլոմետր արդեն գնացել ենք։ Ու լա գնալու եք, էլի մինչև ուշ երեկո։ Ոչ մի հետ չկա։ Դեման են գալիս էլի։ Վանաձորյան բարձրահարկի առաջին հարկում այսօր փրկարարներից լուրի սպասող ընտանիքին առայժմ միայն հարազատներն ու շտապ օգնության բժիշկներն էին այցելում։ Շիրակի մարզից 2 տարի առաջ Վանաձոր տեղափոխված մայրն այստեղ ապրում է 5 երեխաների հետ։ Նրանցից 4-ը Վանաձորի թիվ 7 դպրոցի աշակերտ են։ Ամռանը գետից այն կողմ հանդիպակաց թաղամաս են գնում սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված օրրան կրթական կենտրոն հաճախելու համար։ Նորմալ հաճախող երեխաներ են, պատճառ երբևէ դպրոցից բացակայած չկան, միշտ մաքուր, միշտ կոկիկ, միշտ ուշադրության կենտրոնում, ծնողը հասցնում էր ամեն ինչ, թեպետ սոցիալապես անապահովել էր, բայց ինքը մի քանի տեղեր աշխատում։ Վանաձորի բնակիչները պատմում են, որ գետի մյուս ափում գտնվող թաղամաս հասնելու համար մարդիկ հաճախ են օգտվում գետի վրա դեռ խորհրդային տարիների շինարարությունից մնացած խողովակից։ Թեև դրանից քիչ վերև կամրջակ կա, բնակիչներից շատերը նախընտրում են անցնել մոտ 15 մետր երկարության խողովակի վրայով, քանի որ այն ավելի է կարճացնում Վանաձորի կենտրոն տանող իրենց ճանապարհը։ Երեխեք իրոք էլի տեսնում եք, որ գնում խոսում ենք, մենք քանի անգամ դաժը խոսացել եմ, ծնող ասել է, թող անցնեն, թող սովորեն։ Բա եղել է որ ծնողներ, ես խոսացել եմ, ճվացել եմ, ամուսինս բաղջից է եկե ճվացել է, որ մի կանցնի։ Բայց այդ երեխաները կոնկրետ այստեղով չեն գնացել, նոր մայրն ասում էր մի անգամ փորձել են եւ ինքը զգուշացրել է, որ այդ ճանապարհով հանկարծ չգնա, որտեղ իրենց տանից ավելի հարմար են կառուցված կամրջով գնալը։ Գետի անմիջապես դիմացի տան բնակիչ Գոհար Մկրտչյանն ասում է, ինքն էլ իր 75 տարեկան հասակում հաճախ անցնում է կամուրջ դարձած խողովակով Վանաձորի ավտոկայան ավելի շուտ հասնելու համար։ Բայց եթե գետն այսքան կատաղի չէ, ինչպես վերջին ամիսներին ասում է։ Մենք բոլորս էլ անցնում ենք բայց 4 ժամանակ, իջած ժամանակ, ոչ թե սենց։ Մենք արդեն 2-3 ամիս մենք այդ գետի երեսը չենք տեսնում, տրուբի երեսը, մի մետր բարձրացել էր տրուբից։ Ջուրը նստած ալում, մենք ազատ գնացել ենք, ազատ։ Այսինքն այս ամեն դեպքում ձեզ համարել է հիմնական ճանապարհը։ Հա, ոնց որ օգտագործել ենք, ճիշտ է, ապիս։ Կարճ է, հասկանում ես, բայց խոնավա թաց ա եղել տրուբեն։ Թաց ա եղել, ու եղի ոտները սոթաթվե ընկել են։ Բայց ընդհանրապես մի 500 մետր կարան վերև բարձրանան ու հա, կարող են գնան ընտեղից, հա, ու չընկնեին էլ երեխեքը, մատղաշեն երեխեքը ավես։ Մոտերքում ապրող բնակիչները հիշում են անցած տարիներին բազմաթիվ ողբերգական դեպքերի է հասցրել այս չարաբաստիկ խողովակը, որը տեղացիների երբևէ չի արգելափակվել։ Ոնց որ մեկն է փրկվել, մեկը։ Այդ տղա երեխայից մեկն է փրկվել, մեկին չկա։ Այդ մեկ մի հատ էլ ուրիշ է փրկվել, այս կարինից որ կարեն որ հանեց։ Հա, այդ էլ 2 տղա 7 տարեկան եւ 8 տարեկան։ Այդ իմ հարևանս փրկեց, մտավ ջրի մեջ հանեց։ Այդ մեկն էլ 40 տարեկան։ Ընկավ, մի ամիս մնաց ջրի տակ, մի ամիս մնաց ջրի տակ ազես։ Ու հանեցին տարան թաղեցին։ Մի հատ էլ ընկել էր 3 տարեկան երեխա ասես ջան, այդ էլ գնացել էր Փամբակ, մի հատ կոտրված մեքենա կար, գցել էին ջուրը, այդ մեքենի մեջ էր մտեում մնացել էր այդ մեքենայի մեջ այդ տիակը 3 տարեկան երեխա, այդ էլ ջոկ հա։ Հետ եղել է որ փակեն այս ճանապարհը, չէ։ Ես 52 տարի էստեղ եմ, ես այդ բան չեմ տեսել։ Չի եղել փակ։ Չէ, ասես ջան։ Շարոշոտկա չի եղել, չէ, ոչ մի անգամ։ Դեռ խորհրդային տարիներին այստեղ սկսված վերգետնյան մեծ կամրջի շինարարությունն այդպես էլ կիսատ է մնացել։ Որևէ իշխանություն իր ծրագրերում քաղաքի 2 գլխավոր հատվածներն իրար կապող կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու մասին չի խոսել։ Իսկ արդյոք այզմի ողբերգությունից հետո էլ աղետաբեր խողովակը կշարունակի տեղում մնալ հայտնի չէ։
Այս նույն շենքի բակում, ուր ապրում է ողբերգություն ապրող ընտանիքը, մի հուշաղբյուր կա։ Տեղացիները պատմեցին 6 տարեկան Արարատը 30 տարի առաջ նույն այս խողովակից է ընկել ու խեղդվել փամբակի ալիքների մեջ։